ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում, հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Երևանի կազմակերպության աշխատանքներին մասնակցելուց հրաժարվելը եւ տարեկան բյուջեի որոշումները չստորագրելը պարզապես նշանակում է իր իրավունքը չիրականացնել, բայց դա չի դադարեցնում Հայաստանի պարտավորությունը ժամանակին կատարել իր ազգային ներդրման վճարումները, նշել է Գալուզինը։ Նրա խոսքով հիմնվելով ինստիտուցիոնալ արդյունավետության պահպանման սկզբունքի վրա ցանկացած միջազգային կազմակերպությունում նման դեպքերի համար կան հիմնարար փաստաթղթերով նախատեսված ընթացակարգեր։ ՀԱՊԿ եւս բացառություն չէ։ Պոլսո հայոց պատրիարքությունն իր անվերապազորակցությունն է հայտնել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին։ Պատրիարքական աթոռն այս քայլով արձագանքել է վերջին շրջանում Հայաստանում եկեղեցու եւ բարձրաստիճան հոգեվորականության դեմ հաճախակի դարձած իրավական ու քաղաքական ճնշումներին։ Հայտարարության մեջ նշված դատական գործընթացները որակվում են որպես նվիրապետական արժանապատվության վիրավորանք եւ սահմանադրությամբ տրված երաշխիքների անտեսում։ Մայրաթոռի հեղինակությունը տկարացնելու փորձերը խորը ցավ են պատճառում հավատացյալ ժողովրդին եւ խաթարում միջեկեղեցական հարաբերությունների կայունությունը, գրված է հայտարարության մեջ։ Խորհրդարանի ղեկավար կազմի ընտրություններից հետո օրակարգային հաջորդ հարցը մշտական հանձնաժողովների ընտրությունն է։ 9-րդ գումարման ազգային ժողովում քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը կղեկավարի պետաիրավական հարցերի հանձնաժողովը, ինչպես նաև պաշտպանության եւ անվտանգության, կրթության, առողջապահության, արտաքին հարաբերությունների, աշխատանքի եւ բարեկեցության հարցերի հանձնաժողովները։ Ուժեղ Հայաստան խմբակցության պատասխանատվության ներքո էլ կլինեն ֆինանսավարկային եւ բյուջետային, տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի, ինչպես նաև եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովները։ Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովն էլ կղեկավարի Հայաստան դաշինքը։ Արևմտյան Ադրբեջանի խոսույթը որևէ կերպ չի նպաստում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձևավորված խաղաղությանը, հայտարարել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեխնացու Վիլեն Գաբրիելյանը։ Միևնույն ժամանակ Գաբրիելյանը հայտարարել է, որ առայժմ չկա կարիք այդ խոսույթը քննարկել ազգային ժողովում։ Այն, որ այդ խոսույթը իր մեջ պարունակում է ռիսկ, միանշանակ այդպես է, որովհետև առնվազն կրկնում եմ այն գործընթացին, որը որ օգոստոսի 8-ից հաստատված է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև, այդ գործընթացին որևիցե բանով չի նպաստում, եթե ուղիղ չասեմ, որ բավականին խանգարում է, քանի որ այդ գործընթացը այնուամենայնիվ որպես օրակարգ, բոլորս գիտենք որպես օրակարգ, ինքը իր մեջ պարունակում է բավականին մեծ կեղծավորություն։ Էդգար Ղազարյանն ազգային ժողովում անդրադարձել է իշխանությունների նախկինում կատարված վտանգավոր ու միակողմանի զիջումներին։ Նա նշել է, որ վարչապետը պարբերաբար Ադրբեջանին է փոխանցել Արցախի պաշտպանական բնագծերի տասնյակ հազարավոր ականների տեղակայման քարտեզները, ապա նույնը կրկնվել է Տավուշի տարածքների հետ։ Եվ այստեղ է գալիս այն հարցը, թե ինչի է Իլհամ Ալիևը 2024 թվականին Տավուշից տարածքներ պահանջելու ժամանակ պահանջում Նիկոլ Փաշինյանից եւ Հայաստանի իշխանություններից, որ մեր սակրավորները ականազերծեն այդ տարածքները, նոր հանձնեն Ադրբեջանին, որպեսզի ադրբեջանցիների կողմից ականազերծման աշխատանքներ իրականացնելուց ադրբեջանցի սակրավորներ չզոհվեն եւ վիրավորում չստանան։ Իսկ Նիկոլ Փաշինյանը կատարեց այդ պահանջը, հայ սակրավորներին մտցնելով այն դաշտերը, որտեղ որ մեր սակրավորները ականապատել էին տարածքները թշնամու ճանապարհը մեր երկիր փակելու համար։ Նիկոլ Փաշինյանը որ դուք նրանց մահը ցանկանում էր հայ սակրավորի մահը, նրանց վիրավորումը եւ դրա համար մեր սակրավորին էր մցրել ականապատ դաշտեր ադրբեջանցիների կյանքը փրկելու համար։ Սա դեռ իմ խոսքը չէ սակրավորների թեմայով։ Ես դրան ավելի մանրամասն կանդրադառնամ, երբ որ դուք վերջնականապես քանվեք այդ թեմայի ձեր շահարկումներից։ Երևանի դատարանը 2 ամսով կալանավորել է ազգային ժողովի նախկին падգամավոր Արգամ Աբրահամյանին։ Արտաշատ համայնքի նախկին ղեկավարն իրեն ներկայացված 2023 թվականի Սողոմոն Վալսյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքը չի ընդունում։ Պաշտպան Էմին Խաչատրյանը հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքը ծայրաստիճան անհիմն է, իսկ իր պաշտպանյալը բացարձակապես կապ չունի ենթադրյալ հանցագործության հետ։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է падգամավորների վարքագծային սահմանների թեմային։ Նա մեկնաբանել է падգամավոր Էդգար Ղազարյանի գործելավոճը։ Падգամավորները ունեն ազատություններ եւ այդ ազատությունները կարող են իրացնել։ Միակ հարցը, որպեսզի ընդհանուր համակարգային բարեվարկության նորմերը պահեն, որպեսզի մեր հայրենակիցներին հաճելի լինի հետևել իրենց կողմից ընտրած ազգային ժողովին։
մենք փոփոխություն ենք բերել ազգային ժողով։ Չափավոր ազատություն ունեն ձեր ֆրակցիայում։ Այո, եւ մենք աշխատում ենք նրա վրա, որ սովորենք նոր խոսույթ ձևավորվի առանց վիրավորելու քննադատելը։ Առանց անձնավորված մարդուն, այսինքն հնարավոր է աշխատանքը քննադատելը վիրավորի ինչ-որ մեկին, բայց դա արդեն մեր խնդիրը չէ, բայց եթե անձնավորված մարդուն են վիրավորում, մենք պետք է այդ որակական փոփոխությունը, ինչի համար մենք պայքարում ենք, բերենք ազգային ժողով։ Ուկրաինան հարվածել է Վայլբերիսի Վորոնեժի մարզում գտնվող լոգիստիկ կենտրոնին։ Հարվածի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել։ Անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով խոշոր ընկերության երկու պահեստներում հրդեհներ են բռնկվել։ Դեպի Մոսկվա թռչող 13 անօդաչու թռչող սարք ոչնչացվել է հակաօդային պաշտպանության համակարգով, հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Ռուսական բանակը ի պատասխան ցամաքային տեղակայման ճշգրիտ կառավարվող զենքերով հարված է հասցրել Կիևում եւ Զապորոժիայում գտնվող պաշտպանական արդյունաբերության օբյեկտներին, ինչպես նաեւ տրանսպորտային եւ լոգիստիկ կենտրոններին։ Կոլումբիայի արևմտյան հատվածում 7.4 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է գրանցվել։ Աղետի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել։ Պերեյրա եւ Մանզիլես քաղաքներում բազմաթիվ շինություններ են փլուզվել։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Չոկո նահանգի Սան Խոսե դել Պալմար բնակավայրի մոտ, շուրջ 107 կիլոմետր խորության վրա։ Պատասխանատու մարմիններն այժմ իրականացնում են վնասների գնահատում եւ բնակչության տարհանում, զգուշանալով հնարավոր նոր հետցնցումներից։ Քիմ Քարդաշյանի բազմամիլիոնանոց առանձնատունը հանցագործների թիրախում է հայտնվել։ Անհայտ տղամարդը կարողացել է շրջանցել անվտանգության համակարգերն ու մուտք գործել Քարդաշյանի կալվածք։ Ականատեսները նկատել են ինչպես է նա անարգել տարբեր իրեր բարձրացնում մեքենայի մեջ, բայց հանցագործը այսքանով չի բավարարվել։ Նա որոշել է օգտվել բացառիկ առիթից եւ աստղի շքեղ մեքենաներից մեկով այսպես կոչված զբոսանքի է դուրս եկել։ Իրավապահները կարողացել են բռնել եւ ձերբակալել տղամարդուն հենց առանձնատան տարածքում։ Բարեբախտաբար առանձնատան ընթացող վերանորոգման աշխատանքների պատճառով Քիմը եւ երեխաները ժամանակավորապես այլ վայրում են բնակվում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ Հոսեյն Մոհաբին հայտարարել է թռիչքի ընթացքում հետագիծը փոխող նոր բալիստիկ հրթիռների առկայության մասին։ Ըստ պաշտոնական Թեհրանի արհեստական բանականությամբ կառավարվող այս համակարգերը ընդունակ են շրջանցել հակառակորդի հոբ միջոցները։ Ռազմատենչ այս հայտարարություններին զուգահեռ նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ հանդիպել է երկրի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ազգային միասնության ու ներքին կայունությանն առնչվող հարցեր։